Եվ նաև միտում կա, ես վերջերս հաճախ եմ նկատում, հատկապես նրանց, ովքեր որ ձգտում են արագ ձերբազատվեն ավելորդ քարշից, սննդակարգում ընդգրկում են բացառապես սպիտակուց կամ գերազանցապես սպիտակուց, հասկանալի է սպիտակուցը շատ կարևոր է, բայց արդյոք ձեր տեսակետից ողջունելի է նման մոտեցումը։ Դա ամենասխալ տարբերակն է միայն սպիտակուցների քանակի օգտագործումը, որովհետև այստեղ ունենում ենք ոչ միայն կալորիայի դեֆիցիտ, այլ շատ ցածր շեմ, որի հիման վրա օրգանիզմը ստրեսի հիման վրա, այսինքն մենք մատնում ենք օրգանիզմին ստրեսին, մենք չենք կորցնում յուղային շերտ, օրգանիզմից դուրս է գալիս ջուրը եւ մենք կորցնում ենք մկանախմբեր, որի հետևանքով էլ ունենում ենք որոշակի ողնաշարի խնդիրներ, հոդերի խնդիրներ եւ այդ է պատճառը, որ շատ մարդիկ ուղղակի մարզվելով հյուծվում են եւ սովամահության գնալով ունենում են ցիկլի խախտումներ, վահանաձև գեղձի խնդիրներ, հորմոնալ խնդիրը ավելի է կրկնապատկվում, իրենց թվում է դա մարզումներն էր մեղավոր, բայց ասեմ, որ ոչ, դա սխալ դասակարգված սննդակարգն ու մարզումների ռիթմն է, այդ իսկ պատճառով պարտադիր պետք է ճիշտ կարգով դա լինի, մասնագետի հսկողությամբ, որ մենք խուսափենք որոշակի խնդիրներից։